Պարոն Միսկալյան, արդեն 9-րդ օրն է ինչ էստեղ նստացույց էր կանանում, որպեսզի Արտուր Օսիպյանին ազատ արձակեն, սակայն կարծես թե արձագանք այդպես լայն առումով չի տրվել, ինչ կասեք այդ մասով։ Կասեմ, որ սա ձայնի խոսքի ազատության ճնշումը Հայաստանում մարդուն կարծիք արտահայտելու համար, անհարմար հարցեր տալու համար պատժի են ենթարկում։ Իհարկե գործող իշխանությունների կողմնակիցները հիմա կարող են դրվել, որ Արտուր Օսիպյանը դրանից օրեր առաջ գրառում է արել, որտեղ ասել է, որ վարչապետին կհարթուկի եւ ողնաշարը կջարդի եւ այլն։ Ես չեմ արդարացնում Արտուր Օսիպյանի այդ կոշտ խոսքը, բայց մյուս կողմից քրեական հանցագործություն չի դա եւ իշխանությունները կալանքը որպես խափանման միջոց օգտագործում են հստակ մարդուն պատժելու համար այն խնդրի համար, որը վարչական իրավախախտում է համարվում, հա, այսինքն այստեղ հստակ հետապնդում է գնում Արտուր Օսիպյանի նկատմամբ։ Արդեն 20 օրից ավել է Արտուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել։ 22 օրն է ասում։ 22 օր։ Ինչ արձագանք դուք հանդիպել եք արձագանքների առհասարակ հենց նույն պետական մակարդակով, առողջապահության նախարարություն կամ Դե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է հայտարարություն տարածել օրեր առաջ, իսկ պետական կազմակերպություններից դե թերևս մեծ հնչեղությունը եղել է, որ առաջի համարների բանավեճին վարչապետին ուղղում էին Արտուր Օսիպյանի, ոչ միայն Գուրգենը, մեր շատ թեկնածուներ, այո, առնվազն 4-5 թեկնածու դիրքորոշում հայտնեց, հարց ուղղեց վարչապետին եւ մենք տեսանք, որ վարչապետը խուսափում է հստակ պատասխան տալ, ընդհանրացնում է ինչ-որ արցախցիների հետ, ովքեր փախել են եւ ովքեր պսևդո էլիտա, ինչպես ինքն էր անվանում, բայց վստահաբար Արտուր Օսիպյանը ամբողջ իր գործունեության ընթացքում, թե Արցախում, թե Արցախից դուրս Հայաստանում պայքարել է հենց այդ մարդկանց դեմ, այն օլիգարխների դեմ, ովքեր հայրենասիրության անվան տակ թալանել են եւ ժողովրդին եւ պետությունը։ Այսինքն բռնել, նույնականացնել, համահարթեցնել եւ պիտակավորել մարդուն, վիրավորել ու մի հատ էլ պատժել կտրուկ հարցերի համար դա անթույլատրելի է, դա ժողովրդավարության հետ աղերս չունեցող վարքագիծ է, ել չեմ ասում, որ իրավապահ համակարգ քաղաքական իշխանության կողմից օգտագործում է սեփական գաղափարները տարածելու կամ հակառակ կարծիքը ճնշելու համար։ Ես ընդհանրապես չէի կապի մեր գործունեությունը, մեր նկատի չունեմ միայն այս բողոքի մասնակիցների, այլ առհասարակ մեր հանրապետության քաղաքացիների մոտեցումը ընտրությունների արդյունքի հետ որևէ կերպ։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար պետություն է կամ գոնե ժողովրդավարության պետք է ձգտենք եւ այդ առումով յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքը պետք է համարի պայքարել հանուն ազատությունների, հանուն իրավունքների, հանուն խոսքի ազատության, ազատ տեղաշարժի իրավունքի եւ երբ թե մենք թույլ տանք ցանկացած իշխանության մեզ սահմանափակել մեր իրավունքների մեջ, դա շատ արագ կհանգեցնի բռնապետության, ինչը անթույլատրելի է հաշվի առնելով եւ մեր մշակութային առանձնահատկությունները որպես ժողովուրդ եւ այն երազանքը, որ մեզանից յուրաքանչյուրը ունի Հայաստանի Հանրապետության հետ կապված ինքնիշխան իրավական ժողովրդավար պետություն։ Ինչ արձագանքներ կան մինչ այս պահը, արդեն 9-րդ օրն է եւ ինչ արձագանք եք դուք առհասարակ ակնկալ։ Իրականում այսօր եւս մեկ անգամ սրա մասին արդեն խոսել եմ, մեկ անգամ էլ խոսեմ, քաղաքական քարոզարշավի ժամանակ քաղաքացիական ակցիաները բավական համարսակ ու դժվար որոշում է, ինքը
շատ հեշտ կարար տապալվել ու շատ հեշտ կարար վերագրվել ինչ-որ process-ի ատամներով պահել ենք այստեղի հարթակը ու մաքուր պահել ենք պահանջը, այսինքն չենք փորձել, որ ինքը լղոզվի, այլ պահանջներ ավելանան եւ այլն ու մարդիկ կարողացել են այդքան ինֆորմացիոն աղմուկի մեջ տարբերակել ու գան այստեղ մենք ամեն օր տասնյակ հարյուրավոր այցելուներ ենք ունենում մարդիկ գալիս են միանում են իրենց ստորագրությամբ իրենց կոչերով են հանդես գալիս ու փաստորեն մենք սպասում էինք որ այս ընտրությունը տեղի ունենա որից հետո մեր ակցիայի շրջանակները արդեն մեծացնենք եւ այսօր առավոտյան ես հանդես եկա իմ էջում հայտարարությամբ ու հրավիրեցի երեկոյան մարդկանց որ գան այստեղ ու իրենց ներկայությամբ իրենց բողոքը արտահայտեն հիմա ձեր եթերից օգտվելով եւս մեկ անգամ ասում եմ որ երեկոյան ձեզ սպասել եմ ժողովուրդ եկեք ու ձեր պահանջը ձեր ներկայությամբ պնդեք դա անիմաստ չի դա մեծ կարևորություն ունի ու դա մեծ ուժ է նաև կոչ ենք արել որ հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ, գիտության, կրթության, սպորտի ներկայացուցիչներ գան ու իրենց մտահոգությունը հայտնեն այս հարցով ու մենք գնալով մեծացնելու ենք մեր հանրային այս ճնշման շրջանակը որպեսզի խնդիրը հնարավորինս արագ լուծվի։ Եվ մի հարց էր, քանի որ վերջերս նախընտրական այդ բանավեճերի ընթացքում առաջին դեմքերը ելույթ ունեցան, որտեղ քաղաքական ուժերից մի քանիսի առաջնորդները հենց Արտուր Օսիպյանի ազատման պահանջով դիմեցին Փաշինյանին, նույնիսկ շնորհապետական կուսակցության առաջնորդը Գուրգեն Սիմոնյանը ասաց, որ նա հացադուլ է իրականացնում, քանի որ դուք կպել եք նրա արժանապատվությանը, սակայն Փաշինյանը ոչ միայն չցանկացավ ներողություն խնդրել, այլ նաև նշեց, որ իրենք պետք է կրկին ներողություն խնդրեն եւ ելի ասաց, որ այո, փախած են այսպիսի արտահայտություններով հանդես եկավ։ Ինչ կասեք այս մասին։ Ես համոզված եմ, որ Փաշինյան ընտրություններից առաջ ու Փաշինյան ընտրություններից հետո տարբեր են լինելու։ Ինքը այդ կոչերով չէր խոսում դեպքի մասին, ավելի շատ խոսում էր իր ընտրազանգվածի հետ, որոնց ցավոք սրտի ատելությամբ են լցրել ու լարել են թե արցախցիների, թե այս դեպքում Օսիպյան Արտուրի հանդեպ նկատմամբ եւ դա մենք նկատում ենք բարբերաբար անցորդների մոտ 5-10%-ը ատելությամբ հալցված, գալիս են վատ բաներ են ասում, չեմ ուզում ցիտեմ բայց վատ բաներ են ասում թե արցախցիների հասցեին, թե Արտուր Օսիպյանին, թե երբեմն անգամ մեր, որ այստեղ նստած ենք ու մեր պահանջ ենք ներկայացնում։ Եվ փաստորեն այդ ընտրազանգվածին էր ուղղված իր խոսքը ու հիմա ես կարծում եմ, որ իրենք հնարավորություն են գտնելու, փնտրելու, որ օր-շուտ ազատվեն այս խնդրից Եթե այդ գիտակցությունը չունեն, ինչպես ասում է, մեղքը իրանց վիզը իրենք են տուժողը լինելու, հանրային ճնշումը մեծանալու է, որտեղ պահանջը արդար է, իսկ ցանկացած դեպքերում հանրային պայքարները ցույց են տվել, որ արդար պահանջով միջոցառումները միշտ ձեռագնդիկ էֆեկտով մեծանում են ու մենք հիմա ականատես ենք նաև այս ակցիայի մեծացմանը։ Ճիշտ հասկացա, որ մտածում եք ընտրություններից հետո եւ այս ելքը կստիպի Փաշինյանին եւ իր թիմին ավելի գործունք հայտնել իրականացնել։ Միանշանակ այս ակցիաները, նամակները, նամակագրությունը, դեսպանատներ, ՄԱԿ, ԵՄ, ներքին իրավապահ մարմիններ, ուղղված նամակներ, հանրային ճնշում, ձեր աշխատանքը, լրատվականների աշխատանքից ամբողջի համագումարը բնականաբար մեծ ճնշում է իրենց համար ու իրանք այդ ճնշումից օր-շուտ փորձելու են ազատվել իմ կարծիքով։ Եվ վերջին հարցը կուզեի տալ, չնայած կարելի ասել մի փոքր թեմայի չեղնում, բայց ընտրությունների արդյունքների վերաբերյալ դուք ինչ մոտեցում ունեք, ինչ եք կարծում արդյունքների վերաբերյալ։
Արդյունքների բաշխումը չեմ մեկնաբանի, ինձ ուրախացրեց մասնակցելիության տոկոսը։ Մենք մեր կառույցով աշխատում էինք այդ ուղղությամբ, որ մասնակցելիությունը աճի ու մասնակցելիությունը աճեց 10%-ով, դա ահռելի մեծ թիվ է։ Իհարկե ավելի ուրախ կլինեի, որ ավելի բազմաուժ լիներ մեր խորհրդարանը եւ նոր ուժեր հայտնվեին խորհրդարանում, բայց փաստորեն չներեց նրանց ոչ ուժը, ոչ հանրության գիտակցությունը, որպեսզի նոր ուժեր ավելացնեն խորհրդարան։